ուզում եմ ասել, որ նաև 2025 թվականին մեր կայացրած որոշումները արդեն գործնական արդյունք են տալիս Հայաստանի Հանրապետությունում եւ ընդամենը այս դահլիճում հիշում եք այդ քննարկումները, հարգելի գործընկերներ, երբ որ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված 3 մտադրությունների հուշագրի մասին, այս դահլիճում շատ մեծ քննարկումներ են այդ մասին, թե այդ մտադրությունների հուշագիրը ում վրա ինչ պարտավորություն ա դնում, դա ինչ ա նշանակում, ինչ ազդեցություն ա ունենալու, դա ընդամենը թղթի կտոր ա, բայց ուզում եմ էլի այս տեմպը գործողությունների եւ զարգացումների մենք արձանագրենք, որովհետեւ մեծ է հավանականությունը եւ թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր կյանքի տեմպն է ընդհանրապես փոխվելու եւ մեր զարգացումների տեմպն է փոխվելու։ Եվ 2026 թվականի օգոստոսի 8-ին կնքվում է Վաշինգտոնում նախագահ Տրամփի եւ իմ միջև արհեստական բանականության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին մտադրությունների հուշագիր, որ լայնորեն քննադատվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ընդդիմության կողմից որպես որևէ բան չնշանակող եւ ոչ մի առավելություն չտվող թուղթ, եւ անցել է ընդամենը 10 ամիս եւ Երևանի պետական համալսարանում մենք ունենք արհեստական բանականության կենտրոն եւ սուպեր համակարգիչ, մենք Գագարին բնակավայրում ունենք արհեստական բանականության գործարան եւ մենք արդեն իսկ նշանակված է նաև հունիսին կարող է հուլիսին, որովհետև իմ օրակարգում արդեն դրված է եւ նաև Հրազդանում մենք ունենալու ենք արհեստական բանականության երկրորդ գործարանը, որը իր պոտենցիալով ունի 5 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալ ունի եւ այստեղ էլ գալիս է այն հարցը, որի մասին ես խոսել եմ, որովհետեւ սրանով մեր խնդիրները ոչ թե պակասում են, այլ մեր խնդիրները ավելանում են, որովհետեւ արհեստական բանականության գործարանները իրենք էլեկտրական էներգիայի սպառումը կարելի ասել ընդհանուր երկրաչափական պրոգրեսիայով մեծացնում են եւ մենք այն իրավիճակում ընդամենը մի տարի առաջ, տարի ու կես առաջ մենք կարող ենք համարել, որ մենք էլեկտրականության շատ էական բան ունենք, հավելցուկ ունենք, որը պետք է սպառելու տեղ գտնենք, այսօր չունենք այսօր արդեն մենք պիտի մտածենք, թե ինչպիսի նոր հզորություններ գեներացնենք, որպեսզի 5 միլիարդ դոլար ներդրումային պոտենցիալը, որը հենց միայն Firebird ծրագրով մենք ունենք, այդ պոտենցիալը մենք իրացնենք։ Իհարկե, այս ուղղությամբ էլ մենք շատ կոնկրետ գործողություններ ենք ձեռնարկում եւ ունենք լավ լուրեր այդ առումով եւ ընդամենը այս օրերին արտաքին գործերի նախարարը գտնվում է այցով Եվրոպական միություն եւ Եվրոպական միությունում արտաքին գործերի նախարարների ֆորմատով ձևաչափով տեղի են ունեցել քննարկումներ եւ Եվրոպական միությունը վերահաստատել է իր հանձնառությունը Հայաստանում կուտակիչ կայանների զարգացման գործում արագացված աջակցություն ցուցաբերելու համար, սա նշանակում է, որ մենք մեծ քայլերով շարժվելու ենք դեպի էներգետիկ ավելի լայն անկախություն եւ ավելի հուսալի անվտանգություն, որովհետեւ արդեն հայտնի փաստ է, որ մասնավորապես արևային էներգետիկայի ոլորտում մենք ունենք ըստ էության անսահմանափակ պոտենցիալ եւ մեզ մնում է պարզապես այդ պոտենցիալը իրացնել եւ իրացնելու այդ հնարավորությունները այսօր առարկայանում են եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով այսօր արդեն մենք ընդունել ենք կառավարության ծրագիր, որով կուտակիչ կայանների մասնավոր հատվածում ներդրումը նաեւ արտադրական հատվածում ներդրումը արագացնում եւ խթանում ենք եւ այս տրամաբանությամբ մենք պետքա գնանք առաջ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար